շնորհքով շարունակում ենք Հակոբոս նամակի ուսումնասիրությունը եւ այսօր էլ դարձյալ միասին ուսումնասիրենք 3 համարներ։ Առաջին գլխից 19-ից 21-րդ համարները։ Հակոբոս 1 19-ից 21 ընթերցենք։ Դու գիտեք, իմ սիրելի եղբայրներ, ուրեմն թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ բարկության մեջ, որովհետեւ մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում։ Դրա համար դեն գցելով ամեն աղտեղություն եւ չարության կուտակում, հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Ամեն։ Աղոթենք։ Փառք քեզ, մեր սիրելի Հայր, սրտանց շնորհակալ ենք քեզ, որ այսօր դու մեզ կյանք ես տվել, դու մեզ շնորհ ես արել, որ ոտքի վրա լինենք, առողջ լինենք, հավաքվենք քո զավակներով մեկտեղ։ Այս ամենը միայն քո սիրո արտահայտությունն է, որ ուղում ես մեզ եւ չես ակնկալում մեր կողմից վարձատրություն։ Սա քո շնորհի ճոխությունն է, եւ մենք քեզ փառք ենք տալիս։ Եվ ուզում ենք Տեր, որ դու քո այս բոլոր գործերի մեջ երևաս, ուզում ենք, որ ինչ որ դու անում ես, քեզ վերագրենք ու քեզ փառավորենք, իսկ մեր սրտերը, Տեր, ուզում ենք, որ շարունակ տարված լինի քեզնով, քո խոսքով, քո հրաշալի խոսքով, եւ մեր փափագն է, Տեր, որ մենք խոնարհվենք եւ հեզությամբ ընդունենք քո խոսքը ամբողջովին, որ մենք սովորենք ինչպես հետևել քեզ, քո ամեն մի խոսքին եւ կարևորենք քո յուրաքանչյուր խոսքը։ Օրհնիր մեզ եւ դու փառավորվիր։ Քեզ ենք վստահում, Հայր, Հիսուսի անունով։ Ամեն։ Ինչ կպատասխանես, եթե քեզ հարցնեն, դու ընդունում ես Աստծո խոսքը։ Դե գուցե մտածես, այո, չէ՞ որ ես հավատում եմ, Աստծո զավակ եմ, չէ՞ որ ես ուսումնասիրում եմ խոսքը, իհարկե ես Աստծո խոսքը ընդունում եմ։ Լավ, եթե քեզ հարցնեն, դու ընդունում ես Աստծո խոսքը ամբողջապես։ Իր ողջ ճշմարտությունների պարունակությամբ։ Երբ փորձում ես մտածել այս հարցի շուրջ, ո՞նց ես ուզում գտնել դրա պատասխանը։ Ինչպես անկեղծ պատասխանես ինքդ քեզ։ Կարծում եմ, որպեսզի անկեղծ պատասխանես, պետք է նայես քո իսկ ապրած ամենօրյա կյանքին, քայլերին ու որոշումներին։ Երբ գտնես որևէ անհամապատասխանություն, մտածիր, հնարավոր է, որ դու լիովին չես համաձայնվել ու ընդունել Աստծո ասածը, կոնկրետ ինչ-որ հարցերի շուրջ։ Հնարավոր է, որ դու ունես քո կարծիքը դրա մասին, ու քո կարծիքը գուցե քեզ ավելի հարմար է թվում ու ավելի տրամաբանական։ Կամ էլ գուցե դու դեռ լիովին չես ուսումնասիրել այդ հարցը, թե ինչ է հստակ ասում Աստված դրա մասին։ Լավ, եթե լիովին դեռ չես հասկացել, թե ինչ է Տերն ասում կոնկրետ ինչ-որ մի հարցի շուրջ, ապա ինչու ես որոշում կայացնում, գործողություններ կատարում, առանց իմանալու Աստծո կամքը։ Գուցե չես օգտվել այն հնարավորություններից, որը կտար քեզ գիտությունը։ Գուցե ականջներդ ես փակել, որ չլսես, չիմանաս ու գործես ըստ քո հարմարության։ Չիմանալը չի արդարացնում քո սխալ գործողությունները, քանի որ դու պատվեր ունես Աստծուց սովորելու իր խոսքը ամբողջովին, ճանաչելու, հասկանալու այն եւ հետո որոշումներ կայացնելու քո կյանքի մասին։ Եվ այս դեպքում էլ դարձյալ դու ցուցաբերում ես անհամաձայնություն Տիրոջ ասածի հետ, եթե չես ընթանում այս ճանապարհով։ Ամեն դեպքում, երբ դու գործում ես Աստծո խոսքից դուրս, ուրեմն իմացիր, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի հարցում դու չես ընդունել Աստծո խոսքը լիովին։ Դու չես համաձայնվել Աստծո հետ, նրա ասածների կամ գործելակերպի, կիրառված մեթոդների կամ նրա նպատակների հետ։
Եվ դու որևէ իրավիճակ, փորձություն, դժվարություն հանդիպելիս անգամ տրտնջում ես, բողոքում ես, տրտմում ես, ուրեմն դա նույնպես խոսում այն մասին, որ դու չես ընդունել Աստծո խոսքը լիովին, դու ցուցաբերում ես անհամաձայնություն Աստծո հետ։ Եվ դու որևէ մեղք ես գործում, ուրեմն քո սրտի խորքում դու ինչ որ ճշմարտություն Աստծո խոսքից չես ընդունել լիովին։ Քո մեջ կա հակառակություն, ըմբոստություն Աստծո դեմ, դու ընտրել ես քո չար ցանկությունը։ Կա ինչ-որ մեկը, որ կարծում է ինքը խնդիր չունի Աստծո խոսքը ամբողջովին ընդունելու հետ։ Մեր բերանը գիտի գեղեցիկ խոսքեր ասել, սակայն գործնական արդարության կյանքում պատկերը լրիվ այլ է։ Այս նույն խնդրին Հակոբոսն է անդրադառնում իր նամակի մեջ։ Նա Աստծո խոսքը ընդունելու պատվերը տալիս է նրանց, ովքեր արդեն ունեն վերստին ծնունդ։ Վերստին ծնունդ ունենալը դեռ չի նշանակում, որ մարդ չունի խնդիր լիովին ընդունելու Աստծո բոլոր ասածները։ Սա խնդիր էր այն ժամանակ, խնդիր է եղել միշտ եւ խնդիր է այսօր հավատացյալներիս համար։ Եվ չկա արթուն հոգևոր միտք, հավատացյալը չի նկատում իր ըմբոստությունն ու անհամաձայնությունը Աստծո խոսքի հետ։ Սա լուրջ արմատական խնդիր է, որը երբ գիտակցում ես, քեզ մնում է միայն խոնարհվել Աստծո առջև, հասկանալով քո տկարությունները, քո անկարողությունը, քո բազում եւ բազում թերությունները։ Ահա թե ինչու մենք կարիք ունենք ամենօրյա Աստծո հետ շփման, քանի որ առանց իր հոգու ներգործության մենք չենք կարող ընդունել իր բոլոր ասածները ու հետևել դրանց։ Քանի որ ամեն օր մենք հանդիպում ենք տարբեր տեսակի մարտահրավերների եւ որոշումների։ Հակոբոսը իր նամակի ներածական մասում, որ արդեն նայել ենք, խոսեց անձնական հավատքի փորձարկման մասին, թե ինչպես է փորձությունների կամ գայթակղությունների մեջ փորձվում մարդու հավատքը, ու ինչպես է բացահայտվում այդ հավատքի իրական կամ կես լինելը, ինչի միջոցով մարդու արձագանքի, նրա վերաբերմունքի միջոցով։ Փորձության մեջ ճշմարիտ հավատք ունեցողը ուրախություն է համարում իրեն պատած ամեն մի իրավիճակ։ Նա համաձայնվում է Աստծո հետ կրելու այս փորձությունները ուրախությամբ, առանց տրտունջի, քանի որ նա գիտի Աստծո բարի մտադրությունները ու նրա նպատակները։ Իսկ գայթակղվելից ինչ է անում։ Նա չի մեղադրում Աստծուն, նրան անարդար չի համարում, այլ հասկանալով, որ պատճառը իր չար ցանկություններն են, նա ձգտում է մերժել այդ չար ցանկությունները։ Ուրեմն Հակոբոսը մարդու հավատքը քննելու երկու միջոց տվեց, որ նայել ենք, նախ ասում են նայիր մարդու վերաբերմունքին իրեն պատահած փորձությունների նկատմամբ, հետո նայիր նրա վերաբերմունքին գայթակղությունների նկատմամբ։ Իսկ այս պարբերության մեջ տալիս է երրորդ միջոցը, որով ստուգվում ու բացահայտվում է մարդու հավատքի իրական կամ կեղծ լինելը։ Եվ այն է Աստծո խոսքի հանդեպ քո վերաբերմունքը։ Ինչպես է վարվում մարդը Աստծո խոսքի հետ, երբ ունենում է ճշմարիտ եւ իրական վերստին ծնունդ։ 18-րդ համարում Հակոբոսն ասաց, որ Աստված իր խոսքով մեզ տվեց վերստին ծնունդ։ Խոսքն էր, որ սերմանվեց մեր սրտում, եւ Սուրբ Հոգին այդ խոսքն էր օգտագործում, որպեսզի մեր մեջ հոգեվոր ծնունդ տա։ Եվ իմ անմիջապես հետո Հակոբոսը խոսում է այդ խոսքի նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի մասին։ Ինչ է այդ խոսքը քեզ համար։ Այն խոսքը, որ քեզ իրական կյանքը շնորհեց։ Ինչպես ես դու վերաբերվում դրան։ Այդ կվկայի, թե արդյոք իրապես այդ խոսքով դու նոր ծնունդ ես ստացել, թե դեռ խաբված ես, թե դեռ առաջնորդվում ես քո չար ցանկություններով, այլ ոչ թե հենց Տիրոջ ամբողջական խոսքով։ Եվ այս պարբերության մեջ Հակոբոսը տալիս է երկու պատվեր կապված Աստծո խոսքի հետ։ Նախ ասում է ընդունեք այն, եւ հետո հաջորդ հատվածում ասում է կատարեք այն։
Այսօր խոսենք միայն առաջին պատվերի մասին։ Աստծո խոսքը ընդունեք։ Ինչու է այստեղ Հակոբոսը խոսում Աստծո խոսքը ընդունելու եւ կատարելու մասին։ Հիշում եք նախորդ պարբերության մեջ ինչ խնդիրներ տեսանք հավատացյալների կյանքում, եւ նրանք գայթակղվում էին։ Նրանք մեղադրում էին Աստծուն իրենց գայթակղվելու, մոլորվելու համար եւ մեղքի մեջ ընկնելու պատճառը վերագրում էին Աստծուն, ասելով, որ Աստված է մեզ գցում գայթակղության մեջ։ Սա նրա փորձություններից մեկն է։ Դրա համար է Հակոբոսն ասում, որ ոչ, ձեր գայթակղվելու պատճառը ձեր չար ցանկություններն են։ Աստված չի գայթակղվում չարով եւ նա չի գայթակղում։ Մի խաբվեք, Աստված միայն կատարյալ ու բարի պարգևներ է շնորհում։ Նա չի կարող չարիքի հեղինակը լինել կամ չար մտադրություններ ունենալ ձեզ համար։ Քանի որ նրանք Աստծուն էին մեղադրում իրենց կյանքում պատահած չարիքների համար, հետևաբար նրանց վերաբերմունք Աստծո ասացներին կլիներ անտարբերությունը, անվստահությունը, անհնազանդությունը։ Եվ այս վերաբերմունքով Աստծո խոսքի հեղինակությունը կասկածի տակ էր դրվում այս մարդկանց կողմից։ Դրա համար Հակոբոսը խոսելով Աստծո կատարյալ ու բարի էության մասին, նրանց հիմնավորեց, որ Աստծուց չի կարող չար մտադրություններ կամ չար գործողություններ լինել։ Եվ հիմա նա հորդորում է նրանց ուղղել իրենց վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ, վստահել նրա ասածներին լիովին, լսել նրա խոսքերին ամբողջովին ու հետևել իր յուրաքանչյուր խոսքերին։ Լսեք այնպես, որ կարողանաք հասկանալ ճշմարտությունը, ոչ թե փակեք ձեր ականջները, հստացրեք ձեր սրտերը ու մեղադրեք Աստծուն։ Նա պատվիրում է ընդունել ու հնազանդվել այդ խոսքերին, կատարել այն գործնականում, քանի որ այդտեղ էր նրանց օրհնությունը, ինչպես եւ մեր բոլորիս։ Ուրեմն որպես գլխավոր միտք նշենք հետեւյալը այս հատվածից։ Աստծո խոսքը պետք է ընդունել ամբողջապես։ Աստծո խոսքը պետք է ընդունել ամբողջապես։ Տերն իր զավակներից ակնկալում է ամբողջական նվիրում եւ ամբողջական հնազանդություն։ Նա շարունակ համբերատար կերպով սովորեցնում եւ առաջնորդում իր զավակներին դեպի իր գրված խոսքը, խոսքի ուսուցումը եւ խոսքին համապատասխան կյանքը։ Դրա համար Հակոբոսը այս հատվածում տալիս է մեզ 3 միջոց Տիրոջ խոսքը ամբողջապես ընդունելու համար։ Եվ դրանք են լսել Տիրոջը, դեն գցել մեղքը եւ հեզությամբ ընդունել։ Ինչպես ընդունել Տիրոջ խոսքը ամբողջապես։ Լսելով Տիրոջը, դեն գցելով մեղքը եւ հեզությամբ։ Եվ փորձենք այս 3 կետերը տեսնել մեր կարդացած այս տեքստում։ Առաջինը, կարդում ենք 19-րդ համարը եւս մեկ անգամ։ Դու գիտեք, իմ սիրելի եղբայրներ, ուրեմն թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ բարկության մեջ։ Ինչպես ընդունել Տիրոջ խոսքը ամբողջապես, լսելով Տիրոջը։ Որոշ թարգմանություններում 19-րդ համարը սկսում է ուստի բառով, սակայն հունարեն տեքստում ավելի ճիշտ թարգմանությունը կլինի դուք գիտեք, իմ սիրելի եղբայրներ։ Ինչ գիտեին նրանք։ Հակոբոսի նախորդ ասածը։ Նա ասաց, որ Աստված իրենց վերստին ծնունդ էր տվել իր խոսքի միջոցով։ Ու քանի որ դուք դա գիտեք, Աստված ինչպես է ձեզ փրկությունը շնորհել, դուք ճանաչել եք այդ խոսքի դերը եւ նշանակությունը ձեր կյանքում, ուստի հաջորդիվ Հակոբոսը սովորեցնում է, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենաք Աստծո խոսքի նկատմամբ։ Հիմա ինչ պետք է անեք դուք այդ խոսքով, որը որ ձեզ կյանք է շնորհել։ Աստծո խոսքի նկատմամբ մարդու վերաբերմունքը վկայում է այն մասին, թե իրոք այդ մարդու կյանքում տեղի ունեցել վերստին ծնունդը։ Նախքան Աստծո խոսքը ընդունելը եւ կատարելը մարդը կարիք ունի լսելու այն։ Հիսուսն ասաց Մատթեոս 13-րդ գլխում, որ շատերը լսելով կլսեն Աստծո խոսքը, բայց չեն լսի։ Նրանք չեն լսում ուղիղ սրտով, չեն լսում հասկանալու համար, չեն լսում հավատքով
ու չեն լսում այն կատարելու նպատակով։ Դրա համար ճշմարտության ճանաչողությունը տեղի չի ունենում նրանց համար։ Ինչու՞։ Քանի որ Հիսուսն ասաց, նրանք իրենց սրտերը կարծրացրեցին, այսինքն չհամաձայնվեցին Աստծո հետ, չընդունեցին նրա խոսքը ամբողջապես։ Եվ հիմա Հակոբոսը օրդորում է արագաշարժ լինել Աստծո խոսքը լսելու մեջ։ Քանի որ Իսրայելի եղբայրները իրենց չար ցանկություններից գայթակղված վտանգի մեջ են մոլորվելու Աստծո ճանապարհներից։ Նրանք Աստծո մասին սխալ եզրակացություններն են եկել ու իրենց սրտերը կարծրացնում են ու իրենց ականջները փակում են։ Արագաշարժ եղեք լսելու մեջ, այստեղ լինել բայը ներկա շարունակական ժամանակաձևով է։ Այն պատվերը ցույց է տալիս, որ քրիստոնյան շարունակապես պետք է լսի Աստծո խոսքը։ Սա նրա շարունակական կարիքն է։ Այս պատվերը նա ուղղում է ամեն մի մարդու, ոչ միայն ծառայողներին կամ առաջնորդներին։ Եվ կապ չունի, թե դու քանի տարվա հոգևոր ես, որքան գիտելիք ունես, քո կարիքն է շարունակապես լսելու Աստծո խոսքը։ Քո միտքը շարունակապես պետք է լցվի ու սնվի այդ խոսքով։ Որքան դու թույլ տաս, որ այս աշխարհը լցնի քո միտքը իր ստով ու կեղծիքով, այնքան դու վտանգում ես քեզ անհավատության, տկարության, մոլորության, կասկածի եւ դժգոհության։ Արագաշարժ բառը ցույց է տալիս մարդու ջանքը, նրա ուշադրությունը, կարևորությունը, առաջնահերթությունը, ցույց է տալիս անհետաձգելիությունը եւ շտապողականությունը։ Արագաշարժ եղեք։ Քանի դեռ դու ապրում ես, ունես գիտակից միտք, մի կորցրու այն հնարավորությունները, որ Աստված տվել է քեզ շարունակ լսելու իր խոսքերը, հասկանալու դրանք եւ շարունակ սովորելու։ Եթե դու արագաշարժ չես այս հարցում, ծուլանում ես ու հետաձգում ես, ապա դու Աստծո գիտության, ճանաչողության այս ընթացքից ետ ես քեզ պահում, դու ետ ես մնալու։ Եթե չկա ճանաչողություն եւ հասկացողություն, ուրեմն չկա հնազանդություն, չկա խոսքի կատարում եւ ուստի չի լինի նաեւ պտղաբերություն։ Եթե չլինի պտղաբերություն, ուրեմն դու անպիտան ծառ ես, որը նախատեսված է այրման։ Եթե մի օր լսես, որ Տերն ասում է քեզ, ես քեզ չեմ ճանաչել, ուրեմն իմացիր, որ դու ականջներդ ես փակել, սիրտդ կարծրացրել էիր ու տարվել էիր այս աշխարհով, ոչ թե Տիրոջ խոսքերով։ Ահա թե որքան կարևոր է արագաշարժ լինել Աստծո խոսքը լսելու մեջ։ Այն ցույց է տալիս քո փափագը։ Եթե ներսդ նոր կյանքն է հաստատվել վերստին ծնունդով, ուրեմն մանկան պես կփափագես կաթը, կվազես խոսքի ետևից, կշտապես լսելու այն, ճանաչելու այն, սնվելու եւ ապրելու այդ խոսքերով։ Ինչպես պետք է լսել Աստծո խոսքը։ Լինել ծանրաշարժ խոսելու մեջ։ Այստեղ ասում եմ արագաշարժ եղեք լսելու մեջ, բայց ծանրաշարժ առաջինը խոսելու մեջ։ Ծանրաշարժ նշանակում է հակառակ գործողությունը։ Մի շտապիր խոսել կամ պատասխանել, մի խոսի առանց լսելու, առանց մտածելու եւ հասկանալու։ Մարդիկ սխալ են ընկալում Աստծո ասածները, քանի որ նրանք չգիտեն ինչպես համբերատարությամբ լսել, ջանք դնել Տիրոջը հասկանալու համար։ Ու առանց հասկանալու իրենք շտապում են գնահատական տալ, արձագանքել, ու այս կերպ է, որ նրանք սխալվում են ու հակառակվում Աստծո խոսքին։ Եվ առանց հասկանալու մեղադրանքներ ներկայացնում Աստծուն։ Նկատած կլինեք մարդկանց ում հետ զրուցելիս տեսնում ես, որ նա ընդհատում է քեզ, որ իր ասելիքը ասի շուտ քեզ։ Երբ խոսում ես, նա մտածում է իր ասելիքի մասին, այլ ոչ թե քո ասածների շուրջ։ Ու հաճախ այսպիսի մարդկանց հետ զրույցը չի հաջողում, քանի որ նա քեզ չլսեց, չհասկացավ քո ասելիքի իմաստը։ Նա կարծում է, թե քեզ հասկանում է, սակայն նա արագաշարժ չեղավ քեզ լսելու, այլ նա արագաշարժ եղավ խոսելու մեջ։ Եվ սա խոչընդոտներից մեկն է իմաստուն կերպով լսելու համար։ Առակաց 18:13-ն ասում է. ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն եւ նախատինք է։ Եվ դու շտապում ես խոսել առանց լսելու, առանց դիմացինին հասկանալու, ապա այն
գնահատվում է հիմարություն։ Նույնն է Աստծո հետ հարաբերություններում։ Երբ դու առանց Տիրոջ խոսքը լսելու, սովորելու, հասկանալու գալիս ես ինչ-որ եզրահանգումների, շտապում ես ինչ-որ քայլերիդ մեջ, որոշումներիդ մեջ, դու քեզ վտանգում ես սխալվելու։ Աստված իր խոսքը սովորեցնում է նաև իր կողմից կարգված ուսուցիչների ու առաջնորդների միջոցով։ Դրա համար մարդկային հարաբերություններում նույնպես մենք կարիք ունենք ավելի լսելու, քան խոսելու։ Երբ հոգևոր առաջնորդը Աստծո խոսք է խոսում, փորձում բացատրել ու կիսվել քեզ հետ, այստեղ նույնպես պետք է այնպես լսել, որ դիմացինին կարողանաս հասկանալ ու միջոցով Տերը գուցե քեզ ինչ-որ ասելիք ունի փոխանցելու։ Նաև կարող է մտածել, թե ինչպես պետք է լսել, երբ Աստծո խոսքն է քարոզվում, ինչ պատրաստակամությամբ եւ ինչ ուշադրությամբ։ Որպեսզի դու հասկանաս քարոզված խոսքը լիովին ու ամբողջապես, դու կարիք ունես աղոթքով պատրաստելու քո սիրտը եւ ողջ ուշադրությամբ սկսես հետևել քարոզը հենց ներածական մասից, որովհետեւ քարոզն այնպես է կառուցված, որ ամեն մի բաժինը ունի իր կարևորությունը, որը օգնում է քեզ հասկանալ Աստվածաշնչի տեքստը։ Այն օգնում է քեզ տեսնել գվածքի իմաստը։ Սուրբ Հոգին այն օգտագործում է քո մտքի ու սրտի հետ աշխատելու, սակայն քո բաժինը պատրաստ լինելն է լսել ամբողջ ուշադրությամբ, վերացնելու ամեն խանգարող հանգամանքները, հակառակ դեպքում դու կշեղվես ու քարոզի ժամը կլինի քեզ համար լավ քնելու առիթ։ Լսելը կլինի նաև արդյունավետ, երբ աչքերով նույնպես հետևում ես Աստծո խոսքին ու ինքդ ես տեսնում գրվածքի իմաստը։ Տերը ուզում է քեզ ցույց տալ։ Այս միջոցով նա ուզում է, որ դու ինքդ տեսնես գրվածքները, որպեսզի քո աչքերը լուսավորվի եւ դու տեսնես այդ խոսքի ճոխությունը, փառքն ու գեղեցկությունը։ Ուրեմն ճիշտ կերպով լսելու համար պետք է զսպել շատախոսությունը եւ երկրորդ ասում է ծանրաշարժ բարկանալու մեջ։ Քանի որ համատեքստում խոսքը գնում է Աստծո խոսքը լսելու, ընդունելու մասին, հետեւապես այս բարկությունը կապված է Աստծո խոսքի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքի հետ։ Երբ մարդ չի խոնարհվում Աստծո առջև, չի ընդունում այն, ինչ Տերն ասում է, երբ նա հպարտանալով մերժում է Աստծո կամքը, Աստծո սահմանած օրենքներն ու կարգերը, այսպիսի մարդու մեջ լինում է բարկություն Աստծո եւ նրա ասածների նկատմամբ։ Նախորդ հատվածում մարդն ինչու էր մեղադրում Աստծուն իրեն պատած փորձությունների կամ գայթակղությունների համար, քանի որ նա չէր ընդունում Աստծո այսպիսի գործելակերպը, նրա այսպիսի ծրագրերը ու նրա նպատակները։ Նրան հարմար չեն Տիրոջ այս ընտրությունը։ Նա առանց լսելու Աստծո խոսք, առանց հասկանալու ճշմարտությունը, առաջնորդվելով իր չար ցանկություններով, մերժում է Աստծուն, հակառակվում է Աստծո խոսքին ու բարկանում է, թե ինչու ես դու այսպես գործում։ Ինչու դու թույլ տվեցիր այս կամ ինչու թույլ տվեցիր այն։ Այստեղ նկարագրված բարկությունը մարդկային մեղավոր բարկությունն է, քանի որ այն ուղղված է ճշմարտության դեմ, որը նրան տանելու է դեպի մեղք, այլ ոչ թե գործելու Աստծո արդարությունը։ Այսպիսի բարկությունը նրան տանելու դեպի մեղք։ Հաջորդ համարում ասում է, որովհետև 20-րդ համարում մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում։ Մարդկային բարկությունը, որը ուղղված է Աստծո խոսքի դեմ, այն մարդուն տանում է անօրեն գործողությունների։ Հակոբոսը դրա համար է ասում. «Միշտ ապեք բարկանալ եւ ձեր զգացմունքներին տեղիք տալ։ Եթե չլսես Աստծո խոսքը, չճանաչես ճշմարտությունը, քո բարկությունը կառաջնորդվի ստով եւ սուտ համոզմունքներով»։ Իսկ երբ նա շտապում է լսելու, սովորելու ճշմարտությունը, ապա այս ճշմարտությունը ղեկավարելու է նրա զգացմունքները, ու նրա բարկությունը չի ուղղվի Աստծո ասածների դեմ, այլ այդ բարկությունը կուղղվի մեղքի, անարդարության դեմ։ Երբ մարդը գտնվելով փորձությունների մեջ կամ գայթակղությունների մեջ բարկանում է ու չի ընդունում Աստծո գործերն ու նպատակները, նա շեղվում է Աստծո արդարության գործերից։ Նա չի գործածում իրեն պատած ամեն բան Աստծո արդար նպատակների իրականացման համար։ Ահա թե ինչպես է մարդու մեղավոր բարկությունը
գործում Աստծուն հակառակ։ Եվ այն թույլ չի տալիս, որ մարդ ունենա բաց սիրտ ու բացականջ լսելու Աստծո ասածները, հասկանալու նրա նպատակները այդ ամենի մեջ։ Մարդը բարկացած վիճակում շատ հեշտությամբ սխալվում է։ Դրա համար Հակոբոսն ասում է՝ միշտ ապիր բարկանալ։ Երբ որ դու բարկանում ես, ուշադրություն դարձրու քո բարկության պատճառը։ Ինչու՞մ է քո բարկության պատճառը, ինչու դու բարկացար։ Եթե այն ուղղված է ճշմարտության դեմ կամ Աստծո կամքի ու գործելակերպի դեմ, ապա այդ բարկության հիմքում մարդու եսն է, չար ցանկություններն են, հպարտությունը եւ կամակորությունը։ Այսպիսի բարկությունը խանգարում է լսել Աստծո խոսքը բաց սրտով։ Եթե դու պատրաստ ես լսելու Աստծո խոսքը ուղիղ սրտով, առանց շատախոսելու եւ բարկանալու, ապա դու չես կարող ընդունել այն քո կյանքում։ Աստծո խոսքը դու ամբողջովին չես ընդունի քո կյանքում եւ հետեւաբար չես հնազանդվի Աստծո կամքին ու նպատակներին։ Ժողովող 5-րդ գլուխ, առաջի 2 համարները։ Երբ որ Աստծո տունը գնաս, զգույշ եղիր, թե ինչ ես անում եւ մոտեցիր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետեւ նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Բերանովդ միշտ ապիր եւ սիրտդ Աստծո առաջ թող չշտապի խոսելու, որովհետեւ Աստված երկնքում է, իսկ դու երկրի վրա։ Սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։ Ավելի քիչ խոսիր ու ավելի շատ լսիր, քանի որ ինչու Աստված երկնքում է, իսկ մենք ամենքս երկրի վրա ենք։ Աստված ամեն բան գիտի, ամեն բան տեսնում է։ Նրա առաջ ողջ պատկերը պարզ դրված է։ Իսկ մենք մեր չափազանց սահմանափակ գիտությամբ շատ հեռու ենք այս ամենը պատկերացնելու, տեսնելու եւ գնահատական տալու։ Ուրեմն առաջին, որպեսզի կարողանաս ընդունել Աստծո խոսքը ամբողջապես, դու կարիք ունես շատ լսելու ու Տիրոջից շարունակ սովորելու։ Սա մեր բոլորի շարունակական կարիքն է։ Երկրորդ, ինչպես ընդունել Աստծո խոսքը ամբողջապես։ Երկրորդն ասում է դեն գցելով մեղքը 21-րդ համարում։ Դրա համար դեն գցելով ամեն աղտեղություն եւ չարության կուտակում հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Ուրեմն դրա համար արտահայտությունը կապում է նախորդ մտքի հետ, մարդկային մեղավոր բարկության հետ։ Քանի որ ձեր մարդկային մեղավորությունից եկող բարկությունը ընդդեմ Աստծո խոսքի չի կատարում Աստծո արդարության գործերը, ապա դեն գցեք ամեն աղտեղությունը եւ չարության կուտակումը։ Ինչու նա չասած դեն գցեք ուրեմն այդ բարկությունը, այլ ասում է դեն գցեք ամեն չարություն եւ ամեն աղտեղություն։ Սա ցույց է տալիս, որ ձեր բարկության հիմքում կա աղտեղություն ու չարություն։ Ահա որտեղից է ձեր ըմբոստությունը եւ բարկությունը Աստծո դեմ։ Եթե այդ ամենը դուք դեն գցեք, ապա բարկությունը չի ծնվի դեպի Աստված։ Հակոբոսը գիտե նրանց խնդրի արմատը որտեղից է գալիս։ Նրանք մեղադրում էին Աստծուն, դժգոհում էին իրենց պատած փորձությունների համար, չէին համաձայնվում Աստծո հետ, Աստծո ծրագրերի հետ, ինչու՞, քանի որ իրենց սրտերում խնդիր կար մեղքի ու չարության։ Սա մեծ խոչընդոտ է մարդու համար լիակատար ընդունելու Աստծո բոլոր ասածները։ Օրինակ, մարդը ինչու է ամուսնանում անավատի հետ։ Խնդիրը սրտի մեղավոր ցանկություններն են։ Նա չի ընդունում Աստծո ասածները ու նպատակները։ Մարդը ինչու է իր ժամանակի մեծ մասը դնում փող աշխատելու համար, այլ ոչ թե Աստծո խոսքը սովորելու կամ ծառայելու համար, քանի որ ունի չար նյութապաշտ ցանկություններ։ Դրա համար նա չի ընդունում Աստծո բոլոր ասածները, որ իր օգտի համար է։ Դրա համար նա ընդունում է այն, ինչ որ իրեն է հարմար։ Ուստի նա փակում է իր ականջները, որ չլսի ու չընդունի այն, ինչ որ Տերն է ասում։ Եվ սա ինքնախապկանքն է։ Հակոբոսն ասում մի խաբվեք, սիրելիներս, ձեր չար ցանկություններից։ Եվ որպեսզի դուք լիովին ընդունեք Աստծո խոսքը, առանց վերապահումների, առանց հակառակության, ըմբոստության ու դժգոհության,
ապա պետք է թողնեք ամեն աղտեղություն եւ չարության կուտակում։ Ամեն խանգարող հանգամանքները պետք է հոժար լինեք թողնելու, հրաժարվելու եւ գործնականում դեն գցելու։ Դեն գցել արտահայտությունը հունարենում կապված է հագուստը հանելու հետ։ Օրինակ Պողոսը Եփեսացիում նամակում ասում է, նույն բառն է օգտագործում. հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն եւ նոր մարդուն հագեք։ Դեն գցել կամ հանել եւ հագնել նոր մարդուն։ Այն գրված է Աորի ժամանակաձևով, այստեղ այն մատնանշում է ավարտուն գործողությունը, որը ցույց է տալիս, որ Հակոբոսը կոչ է անում մեկընդմիշտ հրաժարվել, որոշում կայացնել հիմնային փոփոխություն բերելու համար։ Այնպես որ այլևս ետ չնայեք այդ հին հագուստին, հին ապրելակերպին։ Այստեղ է քո ազատ կամքի գործածության վայրը։ Մարդիկ շատ են սիրում իրենց ազատ կամքի մասին խոսել, սակայն երբ հերթը հասնում է այս կամքը գործածել մեղքը մերժելու համար, մոռանում են դրա կարևորության ու դերի մասին։ Հանեք ձեր վրայից այդ առաջինը, այդ հին մարդը, որը որ լեցուն է ամեն աղտեղությամբ։ Աղտեղություն նշանակում է բարոյական իմաստով անմաքրություն։ Ասում է ամեն տեսակի աղտեղություն։ Այս համատեքստում, քանի որ Հակոբոսը ասում է ծանրաշարժ եղեք բարկանալու եւ խոսելու մեջ եւ լսեք թե ինչ է Տերը ասում ձեզ, ապա առաջին խնդիրը այստեղ վերաբերում է մարդու խոսքով մեղանչելուն, խոսքի աղտեղությունը։ Լեզվի մասին Հակոբոսը նաեւ խոսում է 3-րդ գլխում, ասելով, որ այն անիրավության աշխարհ է, ապականում է ամբողջ մարմինը, բռնկվում է գեհենի կրակից։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է կամ հասուն է, իմաստուն է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Ամեն աղտեղություն, որ դուրս է գալիս ձեր բերանից, ընդդեմ Աստծո խոսքի, նրա կամքի կամ ծրագրերի, այդ ամենը ձեր վրայից պետք է հանեք։ Երբ քո կյանքում փորձություն է գալիս, քո բերանի վկայությունը, արձագանքը, գնահատականը, Աստծո հանդեպ քո բողոքը, անհամաձայնությունդ, տրտնջալդ, Աստծուն մեղադրելը, այս ամենը ցույց է տալիս քո սրտի վիճակը, քո անհավատությունն ու անվստահությունը Աստծո նկատմամբ։ Ու այս ամեն խոսքերը աղտեղություն է Աստծո համար։ Դու մեղք ես գործում անգամ, երբ խոսքով տրտնջում ես կամ բողոքում ես քեզ պատած որևէ մի դժվարության համար։ Չէ՞ որ նա ասեց դժվարություններ ուրախություն համարեք։ Իսկ ինչ ասում մեր հավատքը, մեր հասկացողությունը, ոնց է մենք նայում մեր դժվարություններին։ Պողոս առաջին Կորինթացիս 10-րդ գլխում հիշատակում է. անապատում Իսրայել ժողովրդի տրտունջը ու բողոքը ընդդեմ Աստծո։ Անապատ, փորձություն, Աստված էր տարել իրենց այնտեղ, այսինքն դա էր Աստծո կամքը նրանց համար այդ ժամանակ, բայց ժողովուրդը հակառակվեց Աստծուն ու նրա նպատակներին, իսկ որպես հետևանք եղավ մեղքի ու անհնազանդության արժանի պատիժը։ Քո խոսքերը ցույց են տալիս քո սրտի վիճակը։ Սուրբ Գիրքն ասում է. անդադար գոհություն հայտնեք Տիրոջը, ամեն բանի համար շնորհակալ եղեք, որի մեջ մտնում է նաև քո չսպասված, քո չար ցանկություններին չհամապատասխանող իրավիճակները, քո ակնկալած ու պահանջած հարմարավետությանը հակառակ իրավիճակներ ու փորձություններ, որոնք դու գնահատում ես չար, իսկ Աստված բարի։ Քո չար սրտի հետ նա է աշխատում եւ նա գիտի ոնց յուրաքանչյուրիս տանի սրբագործության ճանապարհով եւ նա այդ ամենը կոչում է բարի։ Հակոբոսն ասում է հնարավոր է որ նույն աղբյուրից աղի եւ քաղցր ջուր բխի։ Ոչ, դու հասկացի թե քո լեզուն ում է ծառայում, որտեղից է սնվում եւ ինչ է խոսում։ Իսկ որպեսզի հասկանալով խոսես, պետք է ծանրաշարժ լինես խոսելու մեջ, բարկանալու մեջ եւ արագաշարժ լինես լսելու մեջ։ Շատախոսության մեջ մեղքը պակաս չի լինի, Առակաց 10:19։ Մեր լեզուները լցված են ամեն տեսակ աղտեղություններով, պարծանք մեր եսով,
մեր կարողություններով, կամ բողոք տրտունջ չարախոսություն, կամ բամբասանք, կամ թթու ու դառը խոսք մեր կողքիներին, դիմացինին ցածրացնող եւ այս ամեն տեսակի բոլոր աղտեղությունները, ասում է, պետք է հանեք ձեր վրայից, որտեղ այս ամենը ուղղվում է նախ Տիրոջը դեմ։ Երկրորդն ասում է դեն գցեք չարության կուտակումը։ Կուտակում բառը ցույց է տալիս մեծ քանակությունը, չարության շատությունը։ Եվ որքան մարդը հակառակվում է Աստծուն, այնքան ավելացնում է չարությունը իր սրտում, որն ինքը հաճախ անգամ չի նկատում։ Եվ մարդը փակում է իր ականջները, որ չլսի ճշմարտությունը, քանի որ այն իր չար ցանկություններին հակառակ է, այդ կերպ նա խստացնում է իր սիրտը ու ավելացնում չարությունը իր սրտում։ Ճշմարտությունը լսելը ու մերժելը շատ վտանգավոր է մարդու համար։ Հիշում եք, երբ Պողոսը խոսեց Հռոմեացիս նամակի առաջին գլխում այն մարդկանց մասին, ովքեր ունենալով որոշակի ճանաչողություն Աստծո մասին կամ Արարչի մասին, նրանք մերժեցին նրան լսել, նրան փառավորել կամ գոհություն հայտնել։ Նրանք չընդունեցին այդ Աստծուն, այդ Արարչին։ Իսկ Աստված ինչ արեց, նրանց մատնեց իրենց չար ցանկություններին ու ասաց. գնացեք արեք այն, ինչ կամենում եք։ Ու արդյունքում չարությունը ինչ եղավ։ Ավելացավ ու ավելացավ իրենց վրա։ Մեղքը գնալով ավելի սաստկացավ ու ավելի չար պղծությունների մեջ գցեց այդ մարդկանց։ Չարությունը ունի աճելու, կուտակվելու հատկություն։ Դրա համար պետք է արմատապես կտրել ամեն տեսակ չարությունը։ Չարությունն է այն, երբ մարդը հակառակվում է Աստծո խոսքին։ Դե դու գուցե մտածես, լավ ես մի փոքր աննազանդությունը ինչ կարևորություն ունի, ինչ հետևանք կարող է բերել։ Շատերը փոքր չարությանը տեղիք տալով նավաբեկություն ապրեցին իրենց հոգևոր ընթացքի մեջ։ Մի փոքր զիջում, մի փոքր աննազանդություն, մի փոքր չարություն եւ այն բերում է իր հետևանքները, սկսում է կուտակվել, մեղքը ծնում է մեղք։ Ու հետո տեսնում ես, թե մարդը ինչպես է հեռանում հոգևոր կյանքից, հաղորդակցությունից, եկեղեցուց, խոսքից, Տիրոջ հետ շփումից։ Ուրեմն երկրորդ, ինչպես ընդունել Աստծո խոսքը ամբողջապես։ Դեն գցեք ամեն տեսակի մեղք, աղտեղություն ու չարություն։ Մեղքը խոչընդոտում է ունենալ Աստծո հետ առողջ փոխհարաբերություններ։ Եվ երրորդը, ինչպես ընդունել Տիրոջ խոսքը ամբողջապես։ Երրորդը հեզությամբ, 21-րդ համար երկրորդ մասն ասում է. հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Հեզությունը հակառակ պատկերն է այս բարկության։ Հակոբոսի լսարանը բարկանում էր իրեն պատած իրավիճակների մեջ, չէր ընդունում Աստծո գործելակերպը, ըմբոստանում էր Աստծո կամքի դեմ, իսկ ընդունելու համար Աստծո խոսքը, նրա կամքը, անգամ փորձություններով ուղեկցվող, ասում է անհրաժեշտ է ձեզ հեզություն։ Հեզությունը նշանակում է ընդունել քո վրա եղած իշխանությունը եւ համաձայնվել այդ իշխանության կամքի հետ։ Հեզությունը նախ մարդու ներքին բնավորությունը եւ իր սրտում նա տրվել է Աստծո իշխանության ղեկավարմանը եւ նա ասում է. Տեր արա այնպես, ինչպես դու ես կամենում։ Ու այս համաձայնությունը ուղեկցվում է ուրախությամբ։ Նա ուրախությամբ է իր կյանքը տվել Աստծո թագավորության ու ղեկավարման տակ։ Նա ուրախանում է Աստծո կամքի իրականացման համար իր կյանքում, անգամ դժվարությունների միջոցով։ Նա նախընտրում է չարչարվել, բայց ճշմարտությունը իրականանա իր կյանքում։ Հեզությունը դրսևորվում է նաև արտաքին պահվածքով, համբերատարությամբ, հանդարտությամբ, համաձայնությամբ, խոսքով ու հնազանդությամբ։ Հեզությունը բացառում է բարկությունը ու ըմբոստությունը Աստծո նկատմամբ։ Տրտունջը ու բողոքը ընդդեմ Աստծո ծրագրերի կամ նրանից ուղարկված փորձությունների։ Հեզ մարդը պատրաստակամ է ավելի լսելու, սովորելու, քան շատախոսելու։ Այն նաև ուժ է կամ կարողությունը ներքուստ առաջացած զգացմունքները կամ բարկությունները ճիշտ ուղղությամբ ղեկավարելու։
Մարդկային չարցանկությունը լրացնելու եւ ընդունելու Աստծո կամքը։ Դրա համար ասում եմ, ձեզ հեզություն է պետք, որպեսզի ընդունեք Աստծո խոսքը լիովին ու ամբողջապես։ Համաձայնվեք Աստծո հետ ամեն ու ամեն ինչում։ Հիսուսի սերմնացանի առակի մեջ պարարտ հողն այն էր, որը բարի ու հոժար սրտով լսելով խոսքը ընդունում է այն լիովին ու պտուղ է բերում։ Դարձյալ տեսնում ենք այստեղ Տիրոջ խոսքը լսել եւ ընդունել այս սերմնացանի առակի մեջ։ Եվ Հակոբոսը նույնպես այս օրինակն է կիրառում ասելով, որ ձեր մեջ խոսքն է սերմանվում, ուրեմն շարունակ ընդունեք ձեր մեջ այդ շարունակապես սերմանվող խոսքը։ Մի հակառակվեք Աստծո ոչ մի ասածին։ Այն կարող է ձեր հոգիները փրկել։ Աստծո խոսքով, այո, դուք ստացաք վերստին ծնունդ եւ փրկություն, սակայն այդքանով Աստծո խոսքի գործը չի ավարտվում։ Ձեր սրտերը կարիք ունեն շարունակապես սրբագործվելու եւ փոխվելու։ Իսկ այդ ընթացքի համար դուք պետք է հողը մաքրեք քարերից, պարարտ դարձնեք, թողնելով ամեն աղտեղություն եւ չարություն, հեզությամբ համաձայնվեք այդ շարունակական սերմանվող խոսքի հետ եւ այն ընդունեք լիովին։ Ջրեք այդ սերմը, որպեսզի աճի ու պտուղ տա։ Աստված շարունակ ձեզ սովորեցնում է իր խոսքը, իր կամքն ու ծրագրերը, սակայն եթե դուք հեզությամբ չընդունեք, չիրականացնեք ձեր բաժին հնազանդությունը, ապա ձեր հոգիների սրբագործման ընթացքը չի առաջանա։ Տիրոջ նպատակներն ու կամքը բարի են ձեզ համար։ Նա ցանկանում է ազատել ձեզ մեղքի ազդեցությունից ու մեղքին ծառայությունից, որպեսզի դուք իրապես ազատ լինեք ու ապրեք Քրիստոսով լիացած կյանք, լի իմաստով եւ իրական ուրախությամբ։ Դրա համար ինչպես ընդունել Աստծո խոսքը ամբողջապես, լսելով Տիրոջը, դեն գցելով ամեն խանգարող մեղքերը, չարությունը եւ հեզությամբ համաձայնվելով Աստծո բոլոր ասածների հետ։ Հետևեք Քրիստոսի օրինակին, ով Գեթսեմանում պատերազմեց մինչև վերջ, որպեսզի հոր կամքը լիովին կատարվի։ Նա համաձայնվեց խմելու այդ գավաթը, նա ընդունեց ամբողջապես այն, ինչ իր համար էր սահմանված։ Եվ կիրառություն այս տեքստից մեզ համար։ Առաջինը, Տիրոջ խոսքն ամբողջապես ընդունելու համար նախ պետք է շարունակ լսել Աստծուն։ Թող շատախոսությունդ ու բարկությունդ մի կարծիր, որ դու շատ բան ես հասկացել ու սովորել։ Բաց եղիր ավելի լսելու մարդկանց, լսելու Աստծո խոսքը, Աստծո խոսքի քարոզությունը։ Առավել ուշադիր եղիր այն ամենին, ինչ լսում ես Աստծո խոսքից, որպեսզի չմոլորվես։ Ով Հիսուսինն է, լսում է նրա ձայնը ու հետևում է նրան։ Եվ սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին, ինչպես Հովհաննեսն ասում իր առաջին նամակում։ Երկրորդ, Աստծո խոսքը ամբողջապես ընդունելու համար հրաժարվիր ամեն տեսակ մեղքից ու չարությունից։ Մի հանձնվիր հոգևոր պատերազմի մեջ, անգամ երբ տեսնում ես քո պարտությունը։ Տիրոջ շնորհը ի զորու է քեզ ամրացնելու եւ առաջնորդելու դեպի հնազանդություն։ Մի զիջիր մեղքին ու քո չար ցանկություններին։ Մի փոքր զիջումը տանում է չարության կուտակմանը ու մեղքի վրա մեղք է ավելացնում։ Եվ երրորդ, Աստծո խոսքը ամբողջապես ընդունելու համար հեզությամբ ընդունիր Աստծո իշխանությունը քեզ վրա։ Համաձայնվիր Աստծո հետ, իր ամեն ծրագրերի ու գործելակերպի հետ։ Ամեն բան նրանով ու նրա համար է։ Այս կյանքը նրա մասին է, ոչ թե մեր։ Ուրախացիր, որ նրա նման հայր ունես ու ունես առանձնաշնորհում ու պատիվ իր համար ապրելու։ Ցուցադրության մեջ մի դիր քո անձը, այլ խոնարհվիր ու քո հնազանդության կյանքով ցուցադրիր Հիսուս Քրիստոսին։ Երբ նրա վրա կենտրոնանաս, հեզությամբ կընդունես այն ամենը, ինչ Տերը խոսում է։ Հիշենք, Աստծո խոսքը պետք է ընդունել ամբողջապես։ Ուստի ուրախ լինենք Տիրոջ այս հորդորների համար, նրա համբերատարության համար, որ նա շարունակ իր հոգու մեզ առաջնորդում է, որպեսզի մենք
չզիջենք իր ճշմարտությունները, որ մենք չվարվենք այնպես, ինչպես որ մեզ է հարմար, ինչպես որ մեզ է հաճելի, ինչը որ մեզ համար է հեշտ, այլ շարունակ սովորենք Տիրոջ խոսքերը ու ամեն խոսք կարևորենք, որտեղ այդ ամենը իրար հետ կապված են։ Եկեք ոտքի վրա աղոթք կանենք։ Մեր պաշտելի եկնավոր Հայր, շնորհակալ ենք, որ այսօր էլ դու դարձյալ քո սիրով խոսում ես մեզ, քո ճշմարտությունը հասկացնում ես եւ հասանելի ես դարձնում մեզ։ Շնորհակալ ենք քո խոսքի այս հանճարի համար, այս խորունկ իմաստության համար, որ դու թույլ ես տալիս մի փոքր ավելել մոտենալու, տեսնելու եւ տեսնելու դրա մեջ քո մեծությունն ու անսահմանությունը։ Խոնարհվում ենք քո առաջ եւ խոստովանում ենք, Տեր, որ դու մեզ ներես մեր բազում թերությունների, մեղքերի, մեր բազում անհամաձայնությունների հետ մեջ, Տեր Աստված, որ մենք տեսնում ենք մեր տկարությունները եւ բերում ենք քո առաջ անմեկս մեր սիրտը, որպեսզի դու խոսես մեզ ավելին, դու մեզ հասկացնես, թե ինչքան կարևոր է Տեր քո խոսքը կարևորել մեր կյանքից առավել։ Մենք ուզում ենք, Տեր, որ դարձյալ մեզ սովորեցնես քո խոսքի կարևորությունը այսօր, հիշեցնես, որ ամեն մի քո խոսքը կյանք է մեզ համար եւ օրհնություն է մեզ համար։ Դրա համար ունիր ամենքից քուրերի եղբայրներիս իրենց զորացրու իրենց հավատքը, վստահությունը քո խոսքի վրա շարունակ կառուցիր իրենց կյանքերը, որ ինչ որ անենք, մենք մտածենք դու ինչ ես կամենում եւ ինչպես ես մեզ ցույց տալիս քո խոսքով։ Պահիր մեզ միաբան քո խոսքի վրա հիմնված, պահիր մեզ խաղաղության մեջ քո խոսքով եւ առաջնորդիր, որ ինչ որ անենք, քեզ փառավորենք ու թող քո անունը մեծարվի։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։